Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն շաբաթ օր ձեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն խրատներ, հորդորներ, հոդվածներ, խոսքեր, որբեսի հաղորդ դառնաք անոնց քրություններուն, որովհետև անոնք սիրելիներ իսկապես սքանչելի աղբյուրներ են, սնունդներ են մեր հոգին համար, Աստվածաշունչին գողքին, որբեսի մենք մեր հավատքի մեջ ամուր մնանք։ Եվ այս մեծ բահոց օրերը սքանչելի օրեր են, որ մենք առավելաբար Աստվածաշունչ ընթերցելով, աղոթք կնելով, եկեղեցու հայրերու քրագանություն գարտալով ըսպաղինք սիրելներ, քան թե ավելորդ կորձերով, քան թե օրինակ social media-յով, այսինքն հարթակներով, որ ամեն տեսակ բղծություններ կրնան լալ, բայց Աստուծո խոսքը եւ Սուրբ հայրերու մեկնաբանությունները սիրելներ օգտակար են մեր հոգին համար։ Անցնող շաբաթ ցեզի ընթերցեցի Բողոս Բադրիարք Ադրիանաբուրսեցիի այս սքանչելի քիրքեն, որ կգոչվի Խրադի թանգարան։ Ինքը հոդվածներու շարք ունի վերջավորության, որ կխոսի ճշմարիտ քրիստոնյային փրկության միջոցներու մասին։ Եվ անցնող շաբաթ ցեզի ընթերցեցի առաջին միջոցը, որ ապաշխարությունն էր։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ աղոթքի մասին, որովհետև հաջող մարդիկ չեն գիտեր թե ինչ է աղոթքը կամ ինչպես պետք է աղոթել։ Մեկ բառով ասեմ, որ աղոթքը շնորհքն է, որ Աստված մեզի տվավ, մարդոց տվավ, երբ մարդ մեղանչեց եւ թրախտեն դուրս տրվեցավ։ Թրախտին մեջ աղոթք չկար, որովհետև Ադամն ու Եվան Աստուծո հետ թեմ արդեմ կխոսեին։ Բայց երբ որ թրախտեն դուրս տրվեցան, այսինքն զրկվեցան Աստուծո ամիջական ներկայութենեն, Աստված անոնց շնորհք տվավ աղոթքի, որբեսի աղոթքի ջամփով Աստուծո հետ խոսին։ Մեկ խոսքով աղոթքը Աստուծո հետ մեր խոսակցությունն է։ Լսենք սիրելներ այս սքանչելի խրատներու քիրքը, թե խրադադուն Բողոս Բադրիարքը ինչ խրատներ մեզի գուտա աղոթքի մասին։ Աղոթք։ Քանի որ ապաշխարության խորհուրդն ունի 3 մաս՝ զղջումն ու խոստովանությունը որպես խորհրդի հաստատիչ եւ վճարումը որպես ամփոփչացուցիչ, այս մասին անցնող շաբաթ արդեն խոսեցանք սիրելիներ, ուստի մենք բարդ ենք համարում այստեղ գարջի խոսեն նրա ամփոփչացուցիչ մասից, որն է աղոթք, բակ եւ ողորմություն։ Ուրեմն այսօր պիտի խոսենք աղոթքի մասին, հաջորդող շաբաթներուն բակի եւ ողորմության մասին։ Սրանց մեջ կարող են բարունակել նաեւ մյուս քրեթե բոլոր բարեգործությունները, որոնցով մեղքերի արադից մաքրվելով ապաշխարողն այս կյանքում արժանի է դառնում Աստուծո շնորհին, իսկ շնորհի մեջ արդեն գտնվողի շնորհն աճում է եւ նա հանդերձյալում հասնում է երանական փառքին։ Երբ մարդը վրիպելով ուղիղ բանականության լույսից թողնում է իր ճշմարիտ բարին, որն Աստված է, եւ շրջվում թեպի առածները, սա մեղանչում է համարվում, ինչը նշանակում է իրեն վտանգել, Աստծուն գործնել, սեփական հարկն ու բադիվը չճանաչել, մեծ չարիքի պատահել։ Իսկ այս բոլոր չարիքները մարդ գործում է կամ հոգու զորությամբ, կամ մարմնի թրթմամբ եւ կամ ունեցվածքի պատճառով։ Դժբախտաբար սիրելներ, հաջող մարդիկ գլքեն իրենց հավատքը եւ գերանան Աստծուն։ Եվ կամ նույնիսկ մարդիկ կան, որոնք լսելով հավատքի մասին, Քրիստոսի մասին չեն ընդունիր, որովհետև գնախնդրեն աշխարհը, քան թե Աստուծո ճամփան։ Արդ հոգին ասես մի ներքին բարիք է, մարմինը միջին եւ ունեցվածքը արտաքին, որովհետև հոգին մարմնից է առավել եւ մարմինը ունեցվածքից։ Բնական է սիրելներ, որ մեկն է ավելի կարևորը՝ ունեցվածքը, թե ոչ մարմինը, ունեցվածքը թե առողջությունը։ Բնականաբար մարմինը, առողջությունը։ Նույնպես ալ հիմա, որ մեկ ավելի կարևոր է՝ հոգին թե մարմինը։ Բնականաբար հոգին, բայց տեսեք, որ մենք ամենեն քիչ ժամանակը կդրամատրենք հոգիին։ Ոստի
Ով այս բարիկների հետ չարաչար է վարվում ու Աստուծո թեմ մեղանչում, սրանցով էլ բարդավոր է ապաշխարել ու Աստուծո հետ հաշտվել։ Եվ այն բոլոր առաքինությունները, որ մարդիկ կարողանում են կործել, արդյունքն են այս բարիկների, այսինքն հոգու, մարմնի եւ ունեցվածքի, որովհետեւ կամ հոգուն են վերապերում, ինչպիսին է աղոթքը, կամ մարմնին, ինչպիսին է բաքը, եւ կամ ունեցվածքին, ինչպիսին է ողորմությունը։ Սրանք են գազմում ապաշխարության վճարումը, կամ որ նույնն է բավարարումը։ Անցնող շաբաթ սիրելներ եւ խոսեցավ թե պետք է ապաշխարության ժամանակ վճարում կատարել, ոչ թե խոսքը նյութականի մասին էր, ահա այստեղ գսե ասոնք են վճարումները, հոգին համար աղոթքը, մարմնին համար բաքը, ունեցվածքի համար ողորմությունը։ Մարդն աղոթքով ընձայում է Աստուծուն հոգուն բարիկները, բաքով մարմինը եւ ողորմությամբ արտաքին բարիկները։ Առաջինով հաղթում է սատանային աղոթքով, երկրորդով մարմնին բաքով, երրորդով աշխարհին, որովհետև ըստ Սուրբ Հովհաննեսի այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկությունն է, աչքերի ցանկություն եւ այս կյանքի անփարդաբանություն։ Ասիկա առաջին Հովանու նամակեն է երկրորդ գլխու 16-րդ համարերը այս խոսքը։ Եվ այս երեք չարիքներն են, որ մարդուն օդարացնում են Աստծուց. անփարդաբան փախցանքը կամ գամապաշտությունը, ըզգայական հաճույքի անկարգ ցանկությունը եւ ունեցվածքի հանդեպ անհակ սերը։ Ասոնք սիրելներ մարդս Աստծմե գերացնեն։ Առաջինի տեղն աղոթքն է, որով իր միտն ու գամքն ուղելով մարդը հպատակվում է Աստվածային օրենքին եւ սրանով էլ գոդրվում է անփարդաբանության ու գամապաշտության եղջյուրը։ Երկրորդի տեղը բաքն է, որով մարդ ջնշում է իր մարմինն ու սանձահարում գադաղի ըսկայական գիրկն ու ցանկությունը։ Երրորդի տեղը ողորմությունն է, որով մարդ հաղթում է հարստության, ունեցվածքի եւ այս աշխարհի բոլոր բաների հանդեպ սիրուն։ Ուրեմն, նախ խոսենք աղոթքի մասին, որը հոգու բդուղն ու նվերն է Աստծուն։ Այն խոնարհամիտ երկյուղածությամբ մատուցելով Աստծուն ցույց ենք տալիս մեզ վրա ունեցած նրա քերակույն իշխանությունը։ Որովհետև ինչով որ մեկը քերազանցություն ունի, նախ նրանով պիտի ծառայի Աստծուն իբրև բնության արարչապետի, իսկ մարդը հոգով է, որ քերազանցություն ունի, որովհետև հոգին ունի իմացական միտք ու անձնիշխան կամք, որոնցով դարբերվում է ըզգայական արարածներից եւ նմանվում Աստծուն։ Ուրեմն պետք է նախ հոգով ծառայել Աստծուն, այսինքն աղոթանվեր մաղթանքներով։ Մենք սիրելներ գենթաններեն կզանազանվենք, որովհետև հոգի ունենք, բանականություն ունենք։ Գիտեք, որ Աստված 3 տեսակ արարածներ, էակներ ստեղծեց։ Հոգիներ առանց մարմնի, անոնք հրեշտակներն են, ստեղծեց մարմիններ առանց հոգիի, անոնք գենթանիներն են, եւ ստեղծեց հոգի ու մարմին ունեցողներ, անոնք ալ մենք ենք, մարդիկս։ Եվ քանի որ Աստված հոգի է, ինչպես Հիսուս ասավ, հոգիով պետք է բաշխել զայն։ Քանի որ մարդու էությունը պահանջում է ունենալ մարդուն հատուկ ինչ որ շարժում կամ կորձնեություն, ուստի այն բոլոր կորձերը, որ միտն ու գամքը ընթացիկ չեն լինում, բանական մարդու կորձ չեն համարվում, այլոք գենթանու, այդ պատճառով եւ արժանի չեն վարձատրության կամ բադիժների։ Ուստի, ով փափակում է Աստծուց վարձ ընդունել, բարդավոր է մտքով ու գամքով չան կորձատրել, նրան հաճելի լինելու եւ վարձատրության արժանի կդառնա։ Մտքի կորձերին են պատկանում Աստուծուն խոգալը, ուրեմն ինչ է մտքի կորձը։ Աստուծու մասին խոգալը, մտածելը, նրա հետ խոսակցելը, նրան փառավորելը, քովելն ու օրհնելը, նրանից բարիք խնդրելն ու նրա վրա հույս դնելը։ Գամքի կորձերին են պատկանում Աստուծուն սիրելը եւ ի նշան սիրո արդյունքներ ցույց տալը։ Հետևաբար սիրելներ, մենք պետք է Աստուծո վստահենք, Աստուծո հետ խոսենք, Աստուծո ներկայության ապրենք, Աստված սիրենք։ Միտքը, ճանաչելով ճշմարիտ սիրելի Աստծուն, գամքին գարկատրում է սիրել նրան, եւ երկուսը միասին ըստ իրենց հատկությունների սիրո կորձեր են նվիրում Աստծուն։ Եթե մարդ Աստված սիրե, ապա սիրելներ իր կորձերն ալ կդառնան սիրո կորձեր։
Նախ նվիրում եմ փարապարական աղոթք, որպես ներքին բարիքի բդուղ, որովհետև միայն դրանով կարող են Աստուծո հանդեպ չերմերանք բաղցանքը ցույց տալ եւ ապա համարձակում մատուցել բարեբաշտական այլ գործեր։ Հետևաբար, առաջին բանը, որ պետք է Աստուծոն ծայենք, փարապանական աղոթքն է։ Հետևաբար, աղոթքն Աստվածասիրության առաջին բդուղն ու անտրանիկ ծնունդն է, եւ որքան մեկի սերը զորավոր ու բարձրատրիչ է, այնքան նրա աղոթքի արդյունքները վեր են սլանում եւ մոտենում Աստծուն։ Եվ դեպետ բոլոր առաքինական գործերի աղբյուրն ու արմատը սերն է, սակայն աղոթքը նրանց մեջ որպես սկզբնական անկարն զորում ու երախայրի բդուղ է։ Արտարև, ոչ ոք չի կարող իրեն անբասիր ներկայացնել, եթե աղոթ անդեսում է, որովհետև ամեն ժամ ու ամեն ուր, ինչ վիճակում էլ մեկը լինի, թե առողջ եւ թե հիվանդ, կարող է Աստուծուն մտքում ունենալ, նրան փառավորել, քովել ու օրհնել։ Հենց սա է աղոթելը։ Սիրելներ, կապ չունի, որ մեկը առողջ է, հիվանդ է, նեղության մեջ է կամ ուրախության մեջ է։ Երբ մարդ Աստված ունի իր սրտի մեջ, Աստուծո հետ կխոսի, ուրեմն գաղոթե։ Աղոթքն իբրև մի ամբողջություն կարող է մասերի բաժանվել։ Դրանք են փառադրություն, քովություն, օրհնություն, գոհություն եւ խնդրանքներ։ Տեսակ աղոթներ կան։ Երբ ցավի մեջ ես, աղաչական աղոթներ կներկայացնես։ Երբ ուրախության մեջ ես, փառապանական աղոթներ կներկայացնես։ Հետևաբար, աղոթքը զանազան մասերու կբաժնվի։ Փառապանություն է, քովություն է, շնորհակալություն է, խնդրանք է եւ այլն։ Փառադրություն կամ փառապանություն է Աստուծուն փառք տալը, որովհետև միայն նա է զորությունների դեր, փառքի թագավոր եւ ամեն փառապանության արժանի, որովհետև անհուն կարողություն է, անհաս իմաստություն, անչափ մեծություն, ամենապարի եւ բոլոր գադարելությունների ամբողջացում։ Ասիկա ուրեմն փառապանական աղոթք է։ Երկրորդը, քովությունը Աստուծո մեծություն ու բարերարությունը հրճագելն է, որովհետև արժանի է ամեն քովեստի եւ իրականում ոչ մի արարած չի կարող ըստ արժանվույն քովել Աստուծուն, այլ միայն իր ըղծի երատն է ցույց տալիս եւ չանում է նրան քովել։ Հետևաբար առաջինը շնորհակալական աղոթք է, երկրորդը քովապանական աղոթք, եւ որքանալ քովենք Աստված սիրելիներ, քիչ է մեր քովությունը, որովհետեւ Աստված արժանի է ամեն քովության։ Երրորդը օրհնությունը ուրիշների առաջ հրճագելն է Աստուծո անչափ սերը, անհուն ողորմությունը, անփավ բարերարությունը, որոնք միշտ ծրից ցույց տվեց եւ ցույց է տալիս մեր հանդեպ, որովհետեւ օրհները հայտնել ու հրճագել պետք է հասկանալ։ Ուստի մեր կողմից Աստուծո օրհնությունը նրա քովապանությունն է։ Օրհնությունը սիրելներ բոլոր մարդոց դիմաց, ուրիշներուն դիմաց զաստված օրհնելն է։ Հաջորդը քոհությունը շնորհակալ ու քոհացող լինելն է այն բարերարությունների համար, որոնք ընդունել ենք Աստծուց։ Նրա բարգևները պատվելը եւ երախտագետ մտքով ճանաչելը, նրա ողորմության ու մարդասիրության մեծությունը, որ իր արադացիռությամբ միշտ հոգում է մեր գարիքները։ Այսալ քոհությունն է սիրելներ։ Միշտ պետք է ասել փառք ես Աստված ամեն ինչի համար, ամեն ինչի համար։ Իսկ խնդրանքը, բաղաданքը, աղաչանքն ու հայցվածն ուղղվում են Աստծուն կամ մեղքերի թողության համար, կամ որևէ այլ խնդիրքի, որը մեզ օգտակար է եւ Աստծո համար վայելուչ որդա։ Ասալ սիրելներ, խնդրանքն է, աղաչանքն է, աղերսանքն է, հայցվածքն է, որ կամ մեր մեղքերու համար Աստծո թողություն կխնդրենք եւ կամ սիրելներ ո՞ե մեկ խնդրանք մը կխնդրենք մեզի համար, բայց որը Աստծո հաճելի է։ Ոստի սուրբ գրքում լայնորեն գիրառվող աղոթք անունը բազում իմաստներ է բարունակում եւ աղոթքի ոճի սահման չկա, որովհետեւ ամեն ոք թե մտքում եւ թե բանավոր գերբով կարող է աղոթական խոսքեր հարմարել, միայն թե անկանոն ու դադարք չլինեն։ Ուրեմն աղոթելիս նախ պետք է մտապերել Աստուծո մեծությունն ու փառքը, փառավորել, քովել ու օրհնել Աստծուն, քոհանալ եւ շնորհակալ լինել մեր հանդեպ գործած նրա անփավ երախտիկների ու բարերարության հանդեպ։ Ասիկա սիրելներ աղոթքի առաջին ծևն է։ Ամեն բանի առաջ Աստուծո շնորհակալություն հայտնել, քովել Աստված, քովապանել, երախտակետ լալ հիշելով այն բոլոր բաները, որ Աստված մեզի տված է,
եւ աբա սիրելներ մեր խնդրանքները ներկայացնել եւ ոչ թե հազիվ աղոթելու սկսենք ամիջապես մեր խնդրանքները ներկայացնենք ոչ սիրելներ գառույց մգ այդպես պետք է ամեն բանի առաջ շնորհակալություն հայտնել Աստծո մեծարել զին քովապանել իր սուրբ անունը հիշել մեզի նախաբես ըրած իր բոլոր բարիքները եւ աբա մեր խնդրանքները ներկայացնել անոր երկրորդ ճանաչել մեր նվաստություն ու բարդականությունը թե բարդավոր ենք միշտ խոնար հոգով ըսկաստությամբ ու երգյուղով ծառայել Աստծուն որովհետև մեր արարիչն ու բարերարն է երրորդ մտածել մեր աբերախտության ու մեղքերի մասին որոնցով մեղանչեցինք նրա մեծության դեմ չորրորդ խորհել նրա երկայնամտության ու կթության մասին որովհետև ըստ մեր հանցանքների մեջ չի բաժում այլ խրադում է որբեսի դառնանք թեպի իրեն իսկ եթե մեզ բաժում է նրա դատաստանն արդար է հինգերորդ սրտան զղջալ մտադրվել այլևս չմեղանչել ապաշխարության լուծը գրել մեղքերի քավություն ու շնորհ խնդրել ցույց տալ թե միշտ գարոտ ենք նրա ողորմության ու օգնությանը որոնց թեպետ անարժան ենք բայց թող գամենա մեզ շնորհել ըստ իր մեծ ողորմության ու մարդասիրության նաև նրա հանդեպ մեր հույսն աներգմիտ է եւ նրանից բացի հույս ու ապավեն չունենք աղոթքի սկզբում պետք է միտքն իր մեջ ամփոփել ըսկայրանների թռներ արտաքին առարգանների առաջ փակել եւ մտքում հայցման որևէ նպատակ ունենալ որովհետեւ երբ որևէ խնդրանք նպատակ չունի միտքն աղոթելիս դրամապանորեն հաձում է սիրելներ երբ վիդաղոթենք միշտ իմացեք որ սատանան գահարցակի որբեսի մեր միտքը ծռե տեսեք երբ որ հերոստացույցի առաջ ենք եւ ո՞ե մեկ գինո գտիտենք ֆիլմ գտիտենք մեր միտքը չի ծրվիր բայց հազիվ օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր ասենք մեր միտքը կսկսի ուրիշ տեղեր երթալ ինչու սատանան որովհետև եկավ սիրելներ բացավ դարբեր դռներ որ մեր միտքը չգետրոնա աղոթքի վրա Ադորամար ամեն աղոթելը առաջ պետք է ամփոփվի պետք է սիրելիներ թռները փակել եւ զգուշը լալ որ սատանան մեր միտքը չշեղե այլ աղոթքին վրա գետրոնանանք ամեն ինչից առաջ պետք է Աստծուց ողորմություն խնդրել որբեսի մեղքերի թողությունը ստանանք եւ երկնային փառքը ժառանգենք սա է նախ Աստծո արքայությունը խնդրելն ըստ Տիրոջ խոսքի Հիսուսին չսավ Մատթեոս ավետարանի 6-րդ գլխու 30-րդ համարի մեջ որ դուք ամեն բանի առաջ Աստծո արքայությունը խնդրեցեք եւ մնացյալը ցեզի պիտի դրվի որովհետեւ ուր գա Աստծո ողորմությունը այնտեղ կան մեղքերի թողություն ու երկնքի արքայություն աղոթների մեջ չկա ավելի մեծ աղոթք քան դերունականը այսինքն հայրմերը որ նույն ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը սորվեցուց Սրան հետևում են սաղմոսները, որոնք Դավիթ մարգարեն Սուրբ Հոգու աստմամբ գրեց, ապա եկեղեցական աղոթներն ու երգերը, որոնք Սուրբ հայրերը Սուրբ Հոգու շնորհով խորհրդապար գարկեցին։ Հետևաբար սիրելիներ, երբ աղոթեք, նախ անպայման հայրմերը աղոթեցեք։ Հետո գրնակ սաղմոսը մնգարտալ, եւ ապա եկեղեցու հայրերեն գրնակ սիրելիներ աղոթներ գարտալ։ Եվ վերջը, ծեր անձնական աղոթներն էլ Աստուծո հետ խոսեցեք այնպես, ինչպես իրարու հետ կխոսիկ, բայց խոսեցեք հավատքով։ Թեպետ աղոթները հույժ բազում են, սակայն նրանցում արեքագի պես փայլում է մեր ասկի մեջ Սուրբ Գրիգոր Նարեգացու աղոթական մադյանը։ Սուրբ Գրիգոր Նարեգացի մադյան ողբերգության աղոթքը գարտացեք, աղոթակիրքը գարտացեք։ Ես ամեն չորեքշաբթի օր կբացատրեմ սիրելիներ ցեզի։ Հետևաբար հետևեցեք, որովհետև հզոր աղոթներ են Սուրբ Նարեգացի աղոթները։ Աստու եւ բարձ է Սուրբ ներծես շնորհալու ստեղծած հավատով խոստովանի մատ։ Գիտեմ, որ ամեն կտալ գարտացել եք ու գարտակ, որ թե այր եւ թե գին բարդավոր են սովորել եւ ամեն օր նրանով աղոթել Աստուծուն ուր էլ գտնվեն։ Իսկ եթե մեկը չի կարողանում հասու լինել աղոթքի խոսքերի ու բարերի իմաստերին, թող չվհատվի, այլ հավատով, հույսով ու սիրով աղոթի, որովհետև Աստված, ով գիտի մարդկանց մտածումները, հասկանում ու ընդունում է աղոթքը եւ ըստ չերմերանտության ու փախցանքի չափի յուրաքանչյուրին շնորհ է տալիս եւ խնդրանքները կատարում։ Եթե նույնիսկ այս աղոթները չենք գիտեր անկիր, սիրելներ եւ ճունին քիրք մեր ցերքի մեջ աղոթակիր, ապա սրտանց աղոթենք, Աստված ողորմած է, պիտի լսե ու պատասխանե։ Առանձնական աղոթքը երբ էլ որ արվում է,
Աստված ընդունում է, սակայն նախընտրելի է գիշերային կամ առավոտյան ժամանակը, որովհետև վաղ առավոտյան, երբ մարդ քնից զարթնում է, պիտի աղոթի Աստծուն, շնորհակալ լինի նրա բարերարությունից, որ խաղաղությամբ հասցրեց առավոտյան ժամին, եւ նրա առատ մարդասիրությունից հայցի շնորհել առաջիկա օրն առանց մեղքերի, ամփորձանք ու խաղաղ անցկացնել։ Հետևաբար առաջին հերթին, երբ մարդ կարթնա, առաջին բանը որ պետք է անե, աղոթել, շնորհակալական աղոթ կնել։ Այդպես եւ երեգոյան պետք է աղոթել Աստծուն եւ Սուրբ Խաչի նշանով երեսը դիառնակրել, այսինքն խաչագնքել։ Սուրբ Աստվածածնին, բահաբան հրեշտակներին ու սրբերին բարեխոսության կանչել եւ հետո քնել։ Ուրեմն ծնողները, խոստովանահայրերն ու ուսուցիչները պարտավոր են մանուկներին գրթել, որ վերջիներս թեր մանուկ հասակից սովորեն ոչ միայն աղոթներ, այլև աղոթելու գարքը, ժամն ու բարեցեվությունը։ Միշտ ձեր երեխաներուն սորեցուցեք, որ երբ կարթնան, պետք է աղոթեն, երբ պիտի քնանան, պետք է աղոթեն։ Քանի որ աղոթքը մտքի բարձրացումն է թեպի Աստված, ուստի աղոթելիս միտքը պիտի զերծ լինի աշխարհային բոլոր անվայել մտածումներից եւ գամքը բարի գամեցողության մեջ լինի։ Եթե մտքի թիդավորություն աղոթքին չի ընկերանում, լեզուն ու շուրթերն աբարթյուն են շարժվում, որովհետև առանց մտադրության աղոթելն անբդուղ աշխատանք է։ Եթե միտքը սիրելիներ պատրաստ չէ աղոթելու, հետևաբար ավելորդ է։ Ինչու՞, որովհետև եթե միտքդ ուրիշ տեղ է եւ աղոթես, դու թագանման միան բարեր կգրտես, բայց իրականության մեջ աղոթած չես լար։ Մարնական դրդմությունն ու այս կյանքի հոգսերը խափանում են աղոթքի զորությունն ու աղոթքն անբդուղ դարձնում, իսկ դրդմությունը, որ զղջացած սրտից բխում է մեղքերի համար, որպես ապաշխարության կանոնի կատարում, օգնում է, որ աղոթքը զորավոր լինի եւ աճեցնում շնորհի բարգեւները։ Եվ որ մեկը մարնական դրդմության մեջ է եւ կյանքի հոգսերով է սիրելներ, դժբախտաբար աղոթքը աստու չլար, ինչու որովհետեւ սրտանց չաղոթել, այլ միտքը ամեն վարյան իր հոգսերու մասին է։ Հետևաբար պետք է միտքը գդրել այդ բոլորեն եւ սրտանց աղոթել, որովհետեւ միակը, որ գրնա մարդս հանգստացնել, խաղաղեցնել, Աստված է, Դերն է, Հիսուս Քրիստոսն է։ Աղոթքը որպես մարդկանց տեսփան կամ աղաչավոր պատգամավոր ու միջնորդ է Աստուծո առաջ, որը հույժ, ընդունելի ու զորավոր է, երբ արակվում է ընդհանուր եկեղեցու կողմից։ Աղոթքը տեսփան է, ինչպես որ տեսփանը իր երկրի ղեկավարին խոսքերը խոսի, այդպես էլ սիրելիներ աղոթքը մեր մասին խոսի Աստուծո առաջ։ Ուստի այն աղոթքը, որ արվում է եկեղեցում բազում ժողովրդի կողմից, առանձնական աղոթքից նախապատիվ է եւ հույժ օգտակար, որովհետեւ աղոթքի համար նախատեսված դեղը եկեղեցին է, ուր երբ ամենքի սիրտն ու կամքը միանում են Աստուծո փառաբանելու, աղոթողները նմանվում են երկնային փառաբանիչներին։ Անձնական աղոթքեն անգախ նաև հավաքական աղոթքը կարևոր է։ Հաճախ մարդիկ կսեն, ես դունս կաղոթեմ, այո դունդ աղոթե, դունդ անձնական աղոթքի դեղ է, բայց եկեղեցվո մեջ, ուր բոլորի հոգիները ուղված են Աստուծո, բոլորի աչքերը հարած են Տեր Հիսուս Քրիստոսի, աղոթքը հզոր զորություն ունի, հավաքական աղոթքը։ Եվ ո՞յ է մեկը չսե, ես այս եկեղեցին չեմ երթամ կամ այդ եկեղեցին, որովհետև այսպես են, այդպես են, դու պիտի երթաս Աստուծո համար, դու պիտի երթաս հավաքական աղոթքի մասնակցելու եւ աչքերդ միայն Հիսուսին կենտրոնացնես եւ ոչ թե այսօր կամ անոր թերության։ Չէ որ ամենք սալ մարդ ենք, ամենք սալ թերի ենք։ Իսկ մեր օրինակը ոչ թե մարդն է, այլ Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն հավատացյալները բարտավոր են անխափան քնալ եկեղեցի, մասնակցելու հասարակած ժամերկությանը ոչ միայն դերունական ու հանդիսավոր օրերին, այլև եթե հնարավորություն կա ամեն օր։ Այս պատճառով էլ եկեղեցի քնալիս կանոնադրված ժամանակից առանց լուրջ պատճառի ուշանալ առանց մեղքի չի մնում, մանավանդ երբ Սուրբ Բادرակի ահեղ խորհուրդն է մատուցվում։ Ո՞յ է մեկը սիրելներ Բادرակի թող չերթա, երբ թե Բادرակի վերջավորությամբ պիտի երթա։ Պետք է սիրելներ ըսկիսպեն երթա, ըսկիսպեն։ Եվ ցավես դեսնել, որ հաջող մարդիկ Բادرակի գեսին կամ վերջավորության կամ նույնիսկ հաղորդյան վերջին ժամանակ վազելով ներս կմտնեն, որ հաղորդվին։ Անիկա ընդունելի պիտի չլա։ Պետք է սիրելներ ըսկիսպեն ներգալալ, որբեսի Աստուծո խոսքը նախ լսեն եւ ապա Քրիստոսի մարմինով հաղորդվին։ Առանձնական աղոթքը հույժ օգտակար է, բայց հարկ է նախ հասարակած աղոթքը կատարել եկեղեցում եւ հետո առանձնականը։
Իսկ եթե մեկը զուրության պատճառով չի քնում եկեղեցի եւ համարում է, թե առանձնական աղոթքով ազատվում է բարդքից, մեծապես խաբվում է։ Քանզի եթե եկեղեցի գա եւ ինքը կարող է քնալ այնտեղ, զանց առնելով մեղանչում է։ Հաջող մարդիկ եկեղեցիներու շուրջ կապրին եւ թշպախտապար սիրելներ, եկեղեցվո զանքը գողանչե եւ մարդիկ չեն երթար։ Անիկա մեծ մեղք է։ Աստուծո դունը չեն ուզեր երթալ, բայց եթե քեֆի ուրախությանը լան, վազելով գերտան։ Գերագուրը մարմնի սնունդն է, իսկ աղոթքը հոգու։ Ոստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես գնվաղի, գհիվանդանա, գմեռնի, որովհետև առանց աղոթքի հոգին չի կարող ապրել Աստուծո շնորհի մեջ, եւ Աստուծո շնորհն առանց աղոթք չի մնում հոգու մեջ։ Ոստի մարդիկ որքան օդարանում են աղոթքից, այնքան Աստուծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև որ մեծամեծ մեղքերի մեջ են ընկնում, ինչը հոգու մահ է։ Մարդու միտքը հարգավ բահանջն ունի ինչ որ բան խոսելու, խոգալու, լինի աստվածային ու բարի, թե աշխարհային ու չար։ Հետևաբար, մարդ միտն ու խորհուրդները պիտի ուղղի թեպի Աստված, որպես աստվածայինը շարունակ խոգա եւ բարու մեջ հարադեվի։ Այսպիսի մտածական աղոթքը մարդուն երկնակաղացի ու հրեշտակների նմանագից է դարձնում։ Բացի այդ, Աստված առավել լսում է միտքը, քան ցայնը։ Այո, սիրելիներ, Աստված մեր միտքը ավելի գլսե, քան մեր ցայնը։ Եթե միտքնալ Աստուծո մասին գխոգա, եթե պատրաստ է Աստուծո հետ հաղորդակցելու։ Աղոթողը բարդավոր է ճանաչել, թե Աստուծո առաջ է եւ անվայելը խորելուց ու խոսելուց զգուշանալ։ Ամեն մարդ իմանա, որ երբ կաղոթե, ուրեմն կգտնվի Աստուծո առջև։ Հետևաբար անվայելուչ խոսքեր, անվայելուչ կեցվածներ արդոնելի չեն։ Որովհետև աղոթելիս որևէ չար բան խորելը համարվում է աղոթքի աղդեղություն, աշխարհային հոգսերն ու սպաղունքները հիշելը խանգարում, մտքի ցնթումն ու անզգայանալը քողություն, անօգուտ եւ ունայն բան մտածելը արադավորություն։ Չերմերանց սրդով, խոնար հոգով ու մաքուր մտքով արված աղոթքը ոչ միայն այս կյանքի զանազան փորձանքներից է ազատում, այլև Աստուծո շնորհը մարդու հոգու մեջ աճեցնում, որով մարդը կարողանում է օրըստօրե արիանալ առաքինական գործերում եւ հասնել գադարելության։ Այո, սիրելիներ, մարդը աղոթքով օրե-օր կզորանա, ինչպես որ երբ որ մարզանք կնենք եւ մարզանքը մարմինը օրե-օր կզորացնե, աղոթքը նաեւ սիրելիներ հոգին կզորացնե։ Աղոթքը փրկության համար այնքան է հարգավոր, որ առանց աղոթքի ոչ մի չափահաս չի կարող փրկվել։ Որովհետև մեր բոլոր բարեգործություններն Աստծո շնորհով են մեզ արժանացնում փրկության ու հավիտենական կյանքին, իսկ Աստուծո շնորհը դրվում է միմիայն աղոթքով ու խնդրանքներով, ըստ այնմ. խնդրեցեք Աստծուց եւ նա կդացես, փնտրեցեք եւ կգտնեք։ Տեր Հիսուսը ասավ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 7-րդ համարի մեջ։ Այդ բաժարով էլ մեր Տերն Աստուծո Սուրբ Հոգին ընդունեց աղոթքով ըստ այսը, երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց եւ Սուրբ Հոգին իջավ նրա վրա։ Ղուկաս 3-րդ գլուխ 21-22 համարներ։ Սա արեց ոչ թե որովհետև իրեն պետք էր, քանի որ Տեր մոր որովայնում լցված էր Սուրբ Հոգով, այլ արեց մեզ համար եւ մեզ իբրև օրինակ, որովհետեւ ստեպ աղոթենք, որով Աստուծո Սուրբ Հոգին մեր ներսը կընդունենք եւ հավիտենական կյանքը կժառանգենք։ Երբ կաղոթենք, մեր մեջ Սուրբ Հոգին ավելի սիրելիներ կփորփոքի։ Աղոթելիս նախ պետք է խնդրել Աստուծո արքայությունը միայն իր համար, իսկ այլ բաները արքայության համար։ Որովհետև այն, ինչ կարգված չէ երկնքի արքայությունը ստանալու համար, կամ նրան չի վերապերում, վայել չի Աստուծոց հայցել։ Ուստի, եթե մեկը խնդրում է կյանք, իմաստություն, զավակ կամ ունեցվածք, մտքում պիտի տնի դրանցով ծառայել Աստծուն։ Այսինքն կյանք է խնդրում, որ ապաշխարի, իմաստություն, որ սխալվելով մեղքի մեջ չընկնի, զավակ, որ նրան Աստուծու ընծառա դարձնի, ունեցված, որ աղքատներին ու գարոդյալներին փաշխի։ Չգեղեցիկ է սիրելիներ։ Հետևաբար, երբ կաղոթենք եւ խնդրանք ներկայացնենք Աստուծու, պետք է սիրելիներ այդ խնդրանքը Աստուծու ծառայե։ Եթե մեկը իմաստություն խնդրի Աստծուց, ուրեմն սիրելիներ պետք է խնդրե, որբեսի մեղքերու մեջ չինա։ Եթե մեկը կյանք կխնդրե,
որբեսի կարողանա իր կյանքի ընթացքին Աստված պարապանել։ Եթե զավակ կխնդրե, որ դեր զավակ տուր ինձի, որբեսի դեր զավակս քեզի ծառալա, քու լույսը դարած է շրջապատի մեջ։ Եթե մեկը ունեցված կխնդրե, սխալ չէ, որ բայց այդ ունեցվածքը պետք է ոչ թե իր հաջույքներուն ծառայի է վերջը մեղքի առաջնորդվի, այլ աղքատներուն բարիք ընելու համար, գարիքավորներուն հասնելու համար։ Աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծո գամքը գադարվի մեր մեջ եւ ոչ թե մերը, ըստ այսմ, ոչ թե ինչպես ես եմ գամենում, այլ ինչպես դու ես գամենում։ Հիսուս այդպես աղոթեց Գեթսեմանի բարձի մեջ. Հայրս ավ քու գամքը թողնա։ Մարգոսի Ավիդարանի 14-րդ գլխու 36-րդ համարի մեջ խոսքը արտված այս խոսքը։ Սրանում են հաստատված աղոթքի գադարելությունը մարդու երջանկությունը, որովհետև նրա համար ենք աղոթում, որ հաճելի լինենք Աստծուն, իսկ այն ժամանակ ենք հաճելի լինում, երբ Աստծո գամքն է մեր մեջ կատարվում, եւ ուր Աստծո գամքն է կատարվում, այնտեղ են բոլոր բարիքների լրումն ու երջանկությունը։ Աղոթելիս պետք է խնդրել, որ Աստված մեզ դա չերմերանտության շնոր, որովհետև ինչպես խունգն առանց գրակի չի փուրում, այդպես էլ աղոթքն առանց չերմերանտության արդյունք չի տալիս։ Սիրելիներ, լսեցիք այս խոսքը, որ ինչպես որ խունգը առանց վարած ածուխին չի փուրեր, այդպես էլ աղոթքը առանց չերմերանտության Աստծո չի հասնիր։ Երևակայեցեք, ածուխը գա, բայց վարած չէ, մարած է, վրան խունգ լեցնենք, գծխա, ոչ, պետք է ածուխը վառ լինի։ Այդ ածուխը սիրելիներ մեր սիրտն է։ Եթե մեր սիրտը չերմերանտությամբ լեցուն չէ, հետևաբար մեր աղոթները, որ Դավիթ Մարգարեն Սամոսի մեջ կգոչե խունգը գնմանցնե աղոթքի, որ գսե որպես խունգ առաջիկո դեր իմ աղոթներս երկինք թող բարձրան, հետևաբար եթե մեր սիրտը չերմերանտ չէ, մեր աղոթները չերմերանտ չեն, մեր աղոթները Աստծո չեն հասնիր։ Ոչ թե խոսքի երկարությունն է աղոթք ընդունելի դարձնում, ասի կարևոր է, ոչ թե երկար աղոթելով ընդունելի գտարն Աստծո մոտ, այլ սրտի չերմերանտությունը, որովհետև Աստված ոչ թե աղոթքի քանակին է նայում, այլ որակին։ Ծնողները, տեսնելով, որ զավակները չանում են հրամանին հնազանդվել, բայց անզոր են գադարելու, օգնում են, որ նրանք սրտաբնթվեն։ Նմանապես եւ Աստված, տեսնելով մեր սրտի չերմերանտությունը, իր շնորհով օգնում է մեզ դգարներից։ Աղոթքը պահանջում է նախ հավատ եւ հույս, որովհետեւ եթե մեկը չհավատար, թե Աստծո խոստումը խնդրողներին տալ երկնքի արքայությունը, ճշմարիտ է, այլևս հույսով չեր ակնկալի աղոթքի հայցմամբ ստանալ այն նրանից։ Եթե մեկը չի հավատար սիրելներ Աստծո, հետևաբար հույս չունենար, որ աղոթքը պիտի պատասխանվի։ Բանջվում է նաև սեր, որովհետև եթե մարդ չսիրեր Աստծուն իբրև ծայրակուն փարու եւ իր փախցանքները կատարողի, չէր ցանկանա Աստծո հետ միանալ, քանզի աղոթքի վերջնական նպատակն Աստծուն ժառանգելն է, իսկ դա ճշմարիտ սիրով է լինում, որովհետև սերն է միավորիչ գաբը։ Եվ քանի որ մահացու մեղքը սերը վերացնում է եւ մեզ Աստծուց բաժանում, ըստ այսմ, ծեր մեղքերն պատնեշ դարձել ծեր եւ Աստծո միջև, ծեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ցեզնից, որ չկտա։ Այսինքն առնված այս խոսքը Եսայի մարգարեն 59-րդ գլխու 2-րդ համարեն։ Ոստի աղոթելիս մեղքերի թողություն պիտի խնդրենք, որբեսի Աստծո սերը նորոգվի մեր մեջ։ Դարձյալ աղոթքը պահանջում է խոնարհություն, որովհետև ով աղոթում է, պիտի ճանաչի բարիքներ կործելու իր անզորություն առանց Աստվածային շնորհի օգնության։ Ադորամար աղոթքը կխոնարեցնե մեզ, որովհետև մենք գիտենք, որ անզոր ենք սիրելներ առանց Աստծո օգնության։ Քանի որ աղոթքը մտքի խոսք է, մարդուն բարձրացնում է հրեշտակների նման լինելու, որովհետև ինչպես որ հրեշտակներն են Աստծո հետ մտքով խոսում, այդպես էլ աղոթողները։ Բարարդ գերագուրներից իրեն բահելը եւ գարոդյալներին ողորմություն տալը, այո, Աստվածահաճո բարեգործություն են, բայց մարդուն բացաճում են, որովհետև նյութական մարմին ունի, իսկ աղոթքը մարդուն բացաճում է, որովհետև մարդը հրեշտակների նման աննյութ հոգի ունի։ Աստծուն աղոթելը կարևոր է բոլորի եւ առանցին յուրաքանչյուր մարդու համար,
որովհետև բոլոր մարդիկ գարիկների մեջ ընկած լինելով չեն կարողանում բոլոր վշտերի մեջ օգնել միմյանց, ուստի ամենակարող աչի օգնության գարիկն ունեն եւ այն որպես օգնական կարող են ունենալ աղոթքի միջնորդությամբ։ Եվ ադոր համար սիրելիներ, որքան կարևոր է, որ մենք իրարու համար աղոթենք։ Անսկա առարգաներին աղոթեն անօգուտ է, որովհետև ոչ աչք ունեն, որ մեր թշվառությունը տեսնեն, ոչ ականջ, որ մեր աղաղակը լսեն, եւ ոչ որևէ զորություն, որ մեզ օգնեն։ Անոնք սիրելիներ գուրքերն են։ Առարգաներուն աղոթելը ոչինչ է։ Հեթանոսությունը աղոթեց երկար տարի, բայց իրենց օգնություն չեկավ, որովհետև գուրքերը սիրելիներ ոչ ականջ ունին, որ լսեն, ոչ ալ բերան ունին, որ խոսին։ Թևերին թիմելը, այսինքն սատանաներին, չար ոգիներին թիմելը խելակարություն է, ավելին մեծ ամբարշտություն, որովհետև թևերը մարդկանց թշնամի են եւ Աստուծուն ադելի։ Հետևաբար ինչպես մարդիկ կերտան թուղթուքիր նայողներու, ինչպես կերտան սիրելներ հարցուկներու, որբես իրենց հարցերը լուծեն։ Իրականության մեջ իրենց վրա ավելի թևեր կհրավիրեն։ Իսկ հրեշտակներին կամ սրբերին ցայնելը թեև կարևոր է, բայց ոչ հարկավոր, որովհետև նրանք եւս առանց Աստուծո հրամանի չեն կարող օգնել։ Միայն սուրբերը կանչել, միայն հրեշտակները կանչել առանց Աստուծո թիմելու, սիրելներ, այդ բարակային դժբախտաբար ոյ մեկը բան չի ասելու, որովհետև սուրբերը Աստուծմե հրաման կառնեն, որ օգնեն մարդոց։ Հետևաբար ամեն բարակայում պետք է Աստուծուն աղոթել, մեր ցավերն ու գարիկները նրա առաջ սփռել, որովհետև նա է մեզ համար բարերար ու խնամածու, հորից ու մորից առավել։ Ուրեմն, ով չի աղոթում, Աստուծո օգնությունից ու խնամքից զուրկ է մնում։ Եթե արդար մեկն է, իր արդարությունը գործնում է, որովհետև աղոթն է, որ մարդուն Աստուծո շնորհի մեջ է վաղում։ Իսկ եթե մեղավոր մեկն է, չի կարող մեղքի վիհից ելնել ու արտարացվել, որովհետև զղջման շնորհն աղոթքով է բարգեվում։ Աստուծո բարգևները նման են աշխարհի վրա ցակած արեքագի լույսին, սակայն ինչպես որ լույսը վայելելու համար աչք է հարկավոր, այդպես էլ Աստուծո բարգևները ընդունելու եւ վայելելու համար աղոթք է պետք, որովհետև աղոթն է մտքի ու հոգու աչքը։ Եթե ամփան առածները դարաբանքի մեջ հեծում ու քորում են, հավանական է, որ թեպի բնության ըստեղծիչն են աղաղակում ու նրա օգնությունը խնդրում, որովհետև բնությունը հարգավորաբար թիմում է առարչին իբրև իր աբավենի, այլապես իզուր է նրանց աղաղակը, որ բնությունից ունեն, իսկ բնություն ունայն բանի չի ցկտում։ Սաղմոս 2-ն էլ ասում է, թե Աստված լսում է ամփանների աղաղակը եւ քաղցրությամբ խնամում նրանց, ըստ այսմ նա ուդելիք է տալիս անասուններին ու ակրավի ցակերին, որոնք թիմում են իրեն։ Սաղմոսի մեջն է սիրելներ 136-րդ Սաղմոսի 37-րդ Սաղմոսի 9-րդ համարի մեջ։ Ուստի ով Աստուծուն չի աղոթում, ամփաններից էլ ամփան է, Աստուծո խնամքին անարժան, իր բարերարի հանդեպ աբերախտ ու աբաշնոր, որովհետև բարիկներն առնում ու վայելում է, իսկ բարիկները դվողին չի ճանաչում ու չի փառավորում։ Այս է սիրելներ ամենեն ցավալին, որ այս աշխարհի մարդիկը Աստուծո տված բոլոր բարիկներեն գոկտվին, գառնեն, գվայելեն, բայց չեն ճանչնար բարիկներ բարգեվողը ու շնորհակալություն չեն հայտներ անոր։ Միտքը գույր է, եթե չի խոգում Աստուծուն, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե Աստուծո բադվիրանները չի լսում, մերած է, եթե Աստուծուն չի սիրում, Աստուծուն թշնամի է, եթե սիրում է այն, ինչ ադում է Աստված, ամբարշտություն է խնդրել Աստուծուց այն, ինչ Աստված չի գամենում։ Երևակայեցեք սիրելներ, Աստուծմե խնդրենք բամը, որ Աստված գադե։ Ինչպես կրնա լալ, որ այդ աղոթ կանենք։ Օրինակ, մարդիկ խումարի գերտան եւ դժբախտաբար այդ փախտախաղի սեղանի վրա Աստուծմե կխնդրեն, որ օգնե, որ շահի։ Աստված որ գադե այդ փախտախաղը, ինչպես Աստված պիտի օգնե։ Կամ երևակայեցեք, որ մեկը քողության պիտի երթա եւ կխնդրի Աստուծմե, որ չփռնվի, չցերպակալվի, մեկը չտեսնե զինք։ Ինչպես Աստված սիրելիները պիտի լսի այդ աղոթքը։ Կամ մեկը գաղոթե, որ իր թրացին ինա ոտքը գոդրի, կամ չարփամը բադահի, ոյ մեկուն։ Ինչպես այդ աղոթքը ընդունելի պիտի լասսոքով։ Սուրբ հայրերն աղոթքը նմանցում են երկնքից երգիր գախված ոսկե շղթայի, որ աղոթասերները չանալով ցերկով թեպի իրենց քաշել հոգով երկինք են ելնում։ Սիրելներ, ուրեմն սկանչելի խոսք ասիգա։ Կարծեք թե աղոթքը բարամ մնե,
որ երբ որ գքաշես, թուն է որ երկինքը բարձրանաս։ Թեպետ Աստված շնորհում է այդ բոլորը, ինչի գարիքն ունենք, սակայն գամենում է, որ մենք աղոթքով խնդրենք դրանք, որբեսի ճանաչվեն Աստուծո մեծությունն ու մեր հանդեպ բարերարությունը եւ նրա հանդեպ մեր գարիքավորությունը։ Աղոթերից պետք է բարերն ուշադիր արդապերել, խոսքերի իմաստը հասկանալ եւ միտքն առ Աստված ուղղել, հայցելով խնդիրքի գադարումը ըստ այսմ, պիտի աղոթեմ հոգով, պիտի աղոթեմ նաեւ մտքով։ Պողոս Արաքյալի խոսքն է առաջին Կորինթացիներու նամակի 14-րդ գլխու 15-րդ համարեն։ Աղոթքն ամբարդելի զենք է թևերի թեմ բادرազմներում։ Եվ քանի որ թևերը գիտեն, որ աղոթքով հաղթվում են մարդկանցից, այդ բաժարով առավել չանում են խափանել մարդկանց աղոթքը, քան այլ բարեգործություններ։ Ոստի ցանցրույթ, նեղություն ու ծանրություն են բաժարում սրդին եւ տեսակ չար մտածումներ միտքը գցում, որբեսի աղոթքը խափանեն կամ անբդուղ դարձնեն։ Սատանաները, չար ոգիները շատ լավ գիտեն սիրելներ, որ աղոթքը ամենեն աստեցիկն է եւ աղոթքով իրեն կբարդվին։ Հետևաբար ինչ կնեն։ Մարդոց ցանցրույթ կբերեն, հորանչել գուտան, ասիկա շատ կբադայի սիրելներ մարդիկ աղոթքի ժամանակ հարադև գորանչեն եւ գսեն վրաս նեֆես կա, վրաս շունչ կա։ Ոչ սիրելներ, անիգա սատանանն է, որ չար ոգին է, որ գուզե միտքդ հերացնել աղոթքեն, ադորամար պետք է հաղթարել այդ բոլորը, ըսկուշ ըլլալ, աղոթքի ժամանակ գետրոնացած ըլլալ, որբեսի սատանան բարդվի եւ ոչ թե մենք սատանային բարդվենք։ Հետևաբար, ով աղոթելիս ցանցրույթ ու ինչ որ նեղություն է զգում, թող իմանա, որ դա թևերի որոքայթ է եւ երբեք չթուլանա աղոթելիս, այլ չանկերով առավել զորանա դիրոջից օգնություն հայցելով։ Եվ Աստված, ով մոտ է նրանց, ովքեր փշրված սրտով փնտրում են իրեն, իսկույն օգնության է հասնում եւ թևերն անմիջապես հալածվում ու չկանում են։ Հետևաբար չանք տապեցեք սիրելներ, որ հանգարց եթե հորանչելու սկսիկ, ասեք Աստուծո դեր օգնե ինձ, որ այլևս չհորանչեմ։ Դեր օգնե ինձ, որ այլևս եկեղեցվո մեջ չցանցրանամ, այլ միտքս միան քեզի ըլլա։ Շնորհակալություն հայտնեմ։ Միայն սիրելներ, երթակ եկեղեցի երկու բարով ծեր խնդրանքները ներկայացնեք եւ դուրս ելեք, անիկա աղոթ չէ։ Հաբա ուր մնաց շնորհակալության աղոթները։ Հաբա ուր մնաց կովապանական աղոթները։ Հաբա ուր մնաց օրհնապանական, երախտագիտական աղոթները։ Մեր ամբողջ կյանքը, որ Աստված մեզի գուտա, ամեն օր 24 ժամ գուտա, 7 օր գուտա շաբաթը։ Սիրելներ, շատ է, միթե Աստուծո 1 ժամ, 1.5 ժամ դրամատրելը, բادرակի ընթացքին եւ աղոթելը։ Աղոթելիս պետք է գրոնասիրությամբ ցույց տալ հարկանքի ու պատգարանքի արդակի նշան, հայտնելու հոգու խոնարհություն ու սրդի երգյուղը։ Այդպիսի նշան են թեմքը թեպի արևելք ուղղելը, փազուկները դարաձելը, ոտքի վրա գանքնելը, ձնռատրելը, արդասուկ թափելը, երեսը քետնին տնելը, այսին երգրբակելը, քանզի աղոթելը միևնույն ժամանակ նաև երգրբակել է։ Շատ անգամ Աստված մեր խնդրանքը չգադարելով առավել է ողորմում, քան գադարելով։ Ինչպես որ հայրեր իրենց երեխաներուն խնդրանքը երբեմն չգադարելը ավելի բարիք փերած կլանանոնց, քան թե չարիք։ Օրինակ տամ, եթե երեխայի ագրանները սկսած են փդիլ եւ երեխան լալով, բաղադայլով, բորալ, գանչելով շաքար գուզե, ծնողները գիտնալով որ եթե այդ շաքարը առնեն իրենց երեխային խնդրանքը գադարեն, ավելի չարիք պիտի կա, ավելի վնաս պիտի կա երեխային կան առնելը, անորամար չեն առնել։ Այո, երեխաներ կսկսին բորալ, գանչել, որ տուն լավ մամա չես, տուն լավ հայրիկ չես, բայց իրականության մեջ անիկա լավ հայր, լավ մայր է, որովհետեւ ոչ թե երեխային տվավ իր ուզածը, որ զինք ավելի գործանե անոր ագրաներ փճացնե, այլ խնայեց զինք։ Այդպես ալ սիրելներ երբեմն մեր աղոթներում Աստված չի պատասխաներ, անով ավելի բարիք բերած կլամեզի, քան չարիք։ Քանզի երբ անկիդությամբ որևէ վնասակար բան ենք խնդրում, գարձելով թե լավ բան է, Աստված չդալով մեծ ողորմություն է մեզանում։ Ոստի վայել չէ դրդմել եւ Աստուծուց դրդնչալ, թե մեր խնդրանքը չգադարեց, այլ պետք է ուրախ սրտով ապավինել Աստուծու գամքին, որ անի, ինչպես գամենում է։ Ադորամար միշտ աղոթքի մեջ պետք է ասենք եղիցի գամք քու գամքը թողնա։ Քանզի միշտ մեր օգուտն է գամենում Աստված ու իր բարերարությամբ այն տալիս։ Աստված երբեմն ուշացնում է դալ մարդկանց խնդրածը, որբեսի բարգևների հարկը լավ իմանան եւ ինչ որ առնում են չգործնեն, քանզի մարդիկ սովոր են անաշխատ ստացած բարիքներն անհունկությամբ գործնեն։
Նորեն երեխայի օրինակ դամ։ Երեխային, երբ որ ամեն անգամ երեխան փամ ուզե եւ ծնողները հեշտությամբ իրեն արդեն, երեխան ադոր արժեքը չի մանար։ Բայց երբ որ դժվարությամբ ցերկը ցկե, այդ ժամանակ երեխան հարկը գինում անա։ Նույնպես սիրելներ, երբեմն Աստված գուշացնե մեր խնդրանքները, որովհետև եթե ամեն մեկ խնդրանքը մեզի Աստված հեշտությամբ, թյուրությամբ պիտի դա, մենք ադոր հարկը չենք գիտար։ Բայց երբ որ դժվար ցեվով աղոթած ենք, ծոմաբաություն բաղած ենք եւ վերջ Աստված մեր խնդրանքը տված է, այդ դրվածին հարկը մեծապես կիմանանք։ Երբեմն էլ ուշացնում է, որպես խնդրողներին առավել արիացնե աղոթքի չանքերի մեջ եւ քերակույն բարգևների արժանացնի, իսկ երբեմն արագորեն շնորհում է, որբեսի գարճմտությամբ վհատվելով չհուսալքվեն։ Իմաստունների ու գադարյալների աղոթքը նման է չափահաս երեխաների աղաչանքի, իսկ ռամիկներին ու դգարներինը մանգիկների լացի։ Եվ ինչպես որ ծնողները չափահաս զավակների խնդրանքները երբեմն անդեսում են կամ ուշ կատարում, որովհետև փորձով գիտեն նրանց հոգու արիության չափն ու համբերելու քաջությունը, իսկ փոքրիկ զավակների խնդրանքն արագ կատարում են, որովհետև գիտեն նրանց անհամբեր փառքը, որ երբ խնդրածն արագ չեն ստանում, աղաղակ են փարսացնում, լալիս, ողբուն ու հուսալքվում, այդպես էլ Աստված իր ծառաների խնդրանքները երբեմն շուտ եւ երբեմն ուշ է կատարում, որովհետև քաչ գիտի բաչաջն ու վայելու չդալ եւ գիտի այն ժամանակը, երբ իրենից խնդրածը պիտի դա մարդկանց։ Պետք է բոլոր բարականերում աղոթել ցախորտության մեջ, որբեսի նեղությունից ազատվենք, հաջողության մեջ, որբեսի փորձության վտանգների մեջ չընկնենք։ Հաջողության ժամանակ արված աղոթքը նման է նախաբահբանիչ թեղի, իսկ ցախորտության ժամանակվանը առողջացուցիչ։ Հետևաբար, երբ ցախողության մեջ կաղոթենք, անիկա առողջացնե մեր հոգին։ Երբ հաջողության մեջ կաղոթենք, անիկա նախաբահբանիչ է, այսինքն սկիզբեն կբահբանե, որբեսի ովև մեկ ժամանակ մենք չհուսահատենք, եթե ցախողության հանդիպենք։ Ուստի աղոթելու մեջ պիտի հարադևենք, որբեսի մեր կյանքը խաղաղությամբ անցկացնենք։ Սկանչելի խրատներ են գտեսնեք սիրելներ, թե ինչ խրատներ կուտա Պողոս Պատրիարքը։ Աղոթք կանելիս պետք է Աստուծուն աղաչել, որ չթողնի մեզ մեր գամքով ընթանալ, այլ իր շնորհով մեզ բահի մեղքերից, դա մեզ մարմնով մեռնել, քան մահուչապ մեղանչել։ Ավելի լավ մարմնով մեռնենք, քան թե մահուչապ մեղանչենք եւ մեր հոգին հավիտենապես կորսվի։ Քանզի ավելի լավ է համարվում մեռնել, քան Աստուծու մեղքերով փարգացնել ու հավիտենապես դժոխքի դադարել։ Սա ոչ թե սեփական մահը խնդրել է նշանակում, այլ սրդի երանքը ցույց տալ, թե մարդն առավել հոժար է մարմնով մեռնել, քան մեղքի մեջ ընկնել։ Այսպիսի խնդրանքը ծնվում է Աստուծո հանդեպ սիրո սաստիկ ջերմությունից, որ հաղթում է մահվանը, ըստ այսմ հզոր է սերը մահվան պես։ Երկերկոց գիրքեն այս խոսքը 8-րդ գլխու 6-րդ համարեն։ Եվ այսպիսի մաղթանքներով Աստված առավել է քութով լցվում ողորմելու եւ օգնելու մեզ դգարներից։ Բոլոր խնդրանքների գդարման համար աղոթք է հարկավոր։ Աստուծուց խնդրածը հոգևոր բարիք լինի թե մարմնավոր։ Սակայն ինչ որ վայել է նաև մարդուն չանքն ու աշխատանքը այդ բարիքի գդարման համար պետք չէ զանց առնել։ Սիրելներ, աղոթել, բայց նաև մենք մեր չանքը եւ աշխատանքը տապենք, որբեսի հասնենք։ Ոստի ով աղոթում է ու Աստուծուց ինչ որ բան է խնդրում, հարգե որ ինքն էլ չանք տապի, որքան կարող է ստանալու իր խնդրանքի գդարումը։ Աղոթքը հույժ կարևոր է նրա համար, որ Աստվածային շնորհ ընդունվի եւ խնդրանքները կատարվեն։ Սիրելներ, երևակայեցեք, որ մեկը աղոթե դեր Աստված ինձ առողջություն դուր, բայց ինքը ամեն օր վնասագար, մարմինը փճացնող, առողջությունը քայքայող ուդելիքներ ուդե, կամ այնպիսի վիճակներ մեջ գտնվի, որ ինքը ամեն օր իր առողջությունը քայքայե։ Ուրեմն աղոթքը սիրելներ միան խնդրանք է։ Ուրեմն պետք չէ մարդ բամը կործատրե իր կողմը։ Պետք չէ օրինակ դեսնե որ ինչ բան է որ իր մարմինը կքայքայի եւ զերծ մնա այդ բոլորեն։ Անշուշտ, հետեւաբար կարեւոր է սիրելներ, որ Աստուծո աղոթելու հետ մենք ալ մեր կարողության չափով մեր չանքը կործատրենք։ Աղոթքը հույժ կարևոր է նրա համար, որ Աստվածային շնորհ ընդունվի եւ խնդրանքները կատարվեն։ Եվ բադահում է, որ մարդ միևնույն ժամանակ ստանում է եւ շնորհ եւ իր խնդրածը, երբ աղոթ ըստ բացշաջի է եւ խնդրանքը Աստվածային գամքին համաձայն։ Երբեմն էլ շնորհը ստանում է, իսկ խնդրածը ոչ, երբ աղոթ ըստ բացշաջի է, բայց խնդրանքն անընդունելի, եւ երբեմն էլ թեև աղոթողի խնդրանքը վայելու չէ, ոչ շնորհ է ստանում եւ ոչ խնդրածը, երբ մահացու մեղքի մեջ է,
որովհետև խնդրողի անարժանություն արգելում է, որ խնդրանքը կատարվի։ Հետևաբար ինչ պետք է նե, պետք է խոստովանի նախ իր մեղքը, նախ պետք է ապաշխարե եւ վերջը աղոտ բարձրացնե։ Բադահում է նաև որ խնդրածը ստանում, իսկ շնորհը ոչ, քանզի թախանցանքով խնդրում է Աստծո գամքի հագարակ բան եւ իր օգուտը չի հանձնում Աստծո գամքին։ Ոստի Աստված փարգանալով գադարում է խնդրանքը, որ խնդրողը դրանով բաժվի ու սկաստանա։ Ինչպես իսրայելացիներն անաբադում միս խնդրեցին եւ Աստված լորամարքի տվեց, բայց գերագուրը թեր փերաններում Աստծո փարգությունը թափվեց նրանց վրա։ Թվոց գիրքի մեջն է այս պատմությունը գարտացեք 11-րդ գլուխը, հատկապես 30-րդ համարը։ Նաև թակավոր խնդրեցին եւ Աստված Սավուղին տվեց, բայց նա նրանց համար բադիշ դարձավ։ Այո, սիրելներ, Աստված ինքն էր Իսրայելի թակավորը, բայց անոնք թակավոր ուզեցին մերժելով Աստված եւ Աստված դվավ իրենց։ Սամվել մարգարեն ասավ իրենց ուզածը է։ Սավուղը ընտրեցին եւ Սավուղը ճշմարտաբար վերջը Աստծո հագարակ եղավ եւ իրենք ալ գործանեցան։ Առաջին թակավորած գրքի մեջ է սիրելներ 8-րդ գլուխեն մինչև 25-րդ գլուխ այս բոլորի մասին կպատմվի 15-րդ գլուխ։ Ուրեմն այն ինչ մեզ օգտակար է թվում, մենք աղոթքով պիտի խնդրենք Աստծուց, իսկ խնդրքի գադարումը հանձնենք Աստծո բարեհոժարության։ Այդպես է նաև Սուրբ Բադրակի աղոթների ժամանակ բադահում է, որ մարդ ընդունում է եւ խորհուրդը եւ խորհրդի շնորհը եւ երբ արժանաբես է հաղորդվում։ Բադահում է, որ խորհուրդ ընդունում է, բայց խորհրդի շնորհը ոչ, երբ անարժանությամբ է հաղորդվում եւ սա նրա համար որպես բադիժ է լինում։ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիներու նամակի մեջ սիրելներ 11-րդ գլուխ կխոսի սուրբ հաղորդությունը ստանալու մասին եւ գսե, եթե անարժանությամբ ուտեք Քրիստոսի մարմինեն եւ արյունեն, գրնա անիգացես թադաբարդությունը լալ եւ ադորամարը գսե շադեր մերան կամ նույնիսկ խելակար դարձան։ Հետևաբար սիրելներ, չի բավեր միան Քրիստոսի մարմին եւ արյուն ճաշակել, պետք է արժանավորությամբ մոտենալ, որբեսի թադաբարդություն չլա մեզ յադիգա։ Եվ երբեմն էլ խորհուրդն է ընդունում եւ ոչ էլ շնորհը, ոչ խորհուրդն է ընդունում եւ ոչ շնորհը, երբ բադրակի առողջության անարժանությամբ է մասնակցում։ Պետք է առանձնական աղոթքի մեջ Աստուծուն աղաչել քրիստոնեական մեր սուրբ հավատի բայձարության, եկեղեցու հաստատունության, ասկի ու համայն աշխարհի խաղաղության, մեղավորների դարձի ու զղջման համար, որբեսզի նրանց հոգիները հավիտենական գորստյան չմատնվեն, այլ շնորհի մեջ ննչածների հոգիների փրկության համար։ Այս օրենքը բահում է ընդհանրական Սուրբ Եկեղեցին, որին բարդավոր ենք հետևել որպես ամբողջության անդամներ։ Ոչ միայն մեզի համար աղոթենք, այլ մեղավորներու դարձի փրկության համար, մեր ընտանիքի անդամներուն համար, եկեղեցու հաստատության համար, ամրապնդման համար, մեր ազգին համար, համայն քրիստոնյաներուն համար, եւ ոչ թե միայն անձնական մեր, իմ։ Յուրաքանչյուր հավատացյալ բարդավոր է Աստուծուն աղաչել ընկերոջ եւ ողջ հասարակության համար։ Բադահում է, որ մեկն է աղոթում ամենքի համար, բադահում է, որ ամենքն են աղոթում մեկի համար, եւ այսպես բոլորը միմյանց աղոթներից օգուտ են ստանում։ Աղոթելիս կարևոր ու օգտակար է Աստուծո սրբերին, մանավանդ Սուրբ Աստվածածնին խնդրել, որ բարեխոսեն Աստուծո առաջ։ Ուստի Սուրբ Եկեղեցին իր բոլոր առողջություններում գարկեց Սուրբ Աստվածածնին ուղված արժանավոր մաղթանքներ, ապավինելով նրա անթարնալի բարեխոսությանը։ Որքան կարևոր է սիրելներ նաև Աստվածամոր բարեխոսությունը խնդրել, շատ կարևոր է, եւ նաև բոլոր սուրբերուն, բայց քիչ առաջ ինչպես ասվեցավ, միան սուրբերուն խնդրել առանց Տեր Հիսուս Քրիստոսին անիկա ճիշտ չէ, այլ Տեր Հիսուսեն խնդրել եւ խնդրել Աստվածամորեն եւ սուրբերեն, որ մշտապես Տիրոջ ներկայության իրենց համար եւ ազգին համար եւ բոլորին համար բարեխոսեն։ Աստուծուն հասցեակրված բարի գործերն աղոթք են համարվում, բայց բեք չէ նրանց վրա հույսը տնելով հետ մնալ հասարական կամ առանձնական աղոթքից, որովհետև բարեգործություններն աղոթքով են արդյունք տալիս։ Եթե մեկը հաջողության ժամանակ լսում է Աստուծո պատվիրաններին, Աստված էլ նրա նեղության ժամանակ նրան է լսում։ Եվ ով հաջողության մեջ ագանչները փակելով չի հնազանդվում Աստուծո պատվիրանին, խիստ իրավացիորեն Աստված չի լսում նրան, եւ նեղության ու դարաբանքի վտանգի ժամանակ աղաղակում է իրեն։ Ամեն դժվարին ու օգտակար գործի սկզբում պետք է աղոթքով հայցել Աստուծուց գործի լրմանը հաջողությամբ հասնել, եւ գործը գադարելուց հետո պետք չի անդեսել աղոթքը, այլ առավել
հարադեվել աղոթքի մեջ ու կոհանալ Աստծուց, քանզի մարդ ավելի շատ աշխատանքի գարիք ունի ունեցածը բահելու համար, քան չունեցածը ստանալու։ Բազում պատճառներ կան, որ աղոթքի զորությունը խափանում են եւ խնդրանքի գադարման ընդդիմանում։ Դրանք են մեղքը, չարմտածումը, երկփայությունը, կասկածը, անվայել խնդրանքը, խնդրողի խստասրդությունը, ուրիշների հանցանքները ներելու մեջ, անկտությունը, անհամբերությունը, որոնց մասին ասում է Սուրբ Առաքյալ Հակոբոսը. խնդրում եք ու չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում։ Հակոբուն նամակեն է 4-րդ համար։ Սիրելիներ, գտեսնեք, որ խստությունը, չարությունը, չար միտքը, չար գամեցողությունը, փամփասանքը եւ այն այս բոլորը աղոթքը անբդուղ կդարձնեն։ Մեր աղոթները չեն լսիր Աստծո։ Եթե մեղքեր ունենք ու չենք խոստովանած Աստծո, չսպասենք, որ Աստված մեր աղոթներուն պատասխան տա։ Ադորամար շատ կարևոր է, որ աղոթքի ժամանակ մեղքերը խոստովանել։ Ուստի, ով խնդրում է բարիքները ստանալ Աստծուց, թող վերացնի արգելիչ բաժարները, իսկ եթե չի վերացնում եւ խնդրանքը չի կատարվում, թող Աստծուն չփամփասի, որ իր աղոթքը չլսեց, այլ իրեն մեղադրի, որ չարամտորեն խնդրեց։ Հետևաբար, եթե մեկուն աղոթքը չի աստիր Աստծո, թող չփամփասի Աստծո թեմ, չմեղադրես Աստված, որ աղոթքս չլսեց, այլ իր անձը թող մեղադրե մարդ, որ դժբախտաբար չարության մեջ է, իր մեղքերը չի խոստովանած։ Բոլոր աղոթները երկու բանի են հանգում։ Դրանք են խնդրանքն այն բարիքների համար, որոնց կարիքն ունենք, եւ ազատումն այն չարիքներից, որոնցից դարաբում ենք։ Արդ սկզբնական բարին Աստված է։ Ուստի, ով գտնում է Աստծուն, գտնում է ամեն բարիք։ Իսկ սկզբնական չարը մեղքն է։ Ուստի, ով մեղքից հեռանում է, բոլոր չարիքներից ազատվում է։ Աստված երբեմն մեզ ցույց է տալիս բարին ընդհանրապես, բայց թողնում է, որ աղոթքով իրենից խնդրենք այն բարին, որ մասնավորապես բարդավոր ենք անել, եւ գամ, որ մարդկանցից սովորենք դրա կործածության եղանակն ու գերբը, թե ուր, երբ եւ ինչպես է հարկ անել։ Այդ բաժարով նախ պետք է աղաչել Աստծուն, որ ինքն առաջնորդի մեզ, ինչպես եւ գամենում է, ըստ այսմ, սովորեցու ինձ քո գամքը կատարել, քանզի դու ես Աստվածն իմ։ Սաղմոս 130-րդ 10-րդ համար։ Եվ թե ցույց տուր ինձ այն ճանապարհը, որով պիտի գնամ։ Սաղմոս 133-րդ 8-րդ համար։ Եվ երկրորդ, պետք է թիմել իմաստուն քահանաներին ու խոստովանահայրերին, որոնք աստվածային գամքի թարգման են համարվում։ Նրանցից խորհուրդ հարցնել եւ սովորել փարու գիրառության եղանակը, ինչպես Բողոսին ասվեց։ Այդ քաղաքը մտիր եւ քեզ գասվի, թե ինչ պիտի անես։ Կորց Կարաքելոց 3-րդ գլուխ 6-րդ համար։ Որովհետև թեպետ Աստված Բողոսին ցույց տվեց բարին ընդհանրապես, բայց թողեց, որ Անանիա Արաքյալից մասնավորապես սովորի դրա կործածությունը։ Սիրելիներ, ասիկա այն Անանիան էր, որ եկավ եւ Բողոսի աչքերը բացավ եւ Բողոս 3 օր աչքերը գույր մնացած էին։ Այս մասին գրնակ կարդալ Կորց Կարաքելոց գրքի 9-րդ գլխում մեջ, հատկապես 9 եւ 10 համարներում մեջ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, որքան կարևոր է հոգեվոր կյանքի մեջ հարաճացած նաև գրոնավորներու, հոգևոր հայրերու հարցնել, թե ինչպես կրնամ աղոթել, թե ինչպես կրնամ հոգևոր կյանքի մեջ ավելի առաջ երթալ։ Ուրեմն, ով էլ լինի արժանահայաց աղոթների եւ առաքինի մարդկանց խորհուրդների ու խրատների օգնության գարիքն ունի, որբեսի կարողանա անսայթակ գնալ փարու ճանապարհով, որն Աստված ցույց է տվել վաղնչական ժամանակներից, որովհետև ըստ աստվածապանների նախասահմանությունը կատարվում է աղոթներով ըստ Աստուծո նախորոշման։ Վերջապես, սիրելիներ, Աստված շատ բան այնպես է գամենում ու սահմանում, որ աղոթքով ու մեկի միջնորդությամբ դա մեզ, ինչպես որ Աստուծո հրեշտակի հայտնությամբ Բողոսը նախ ասաց, թե ոչ ոքին վնաս չի լինի, եւ որ նավապետության մեջ էին եւ նավակը պիտի գործաներ, հրեշտակ եկավ Բողոսին ասավ, որ մարդոցս է ո՞ե մեկը պիտի չմեռնի։ Կորց Կարաքելոց 27-րդ գլխում մեջ կրնակ կարդալ այս մասին, հատկապես 23-րդ համարի մեջ։ Իսկ երբ նավավարները գամենում էին փախչել, հարյուրապետին ու զինվորներին ասաց. եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող։ Դարձյալ 27-րդ գլուխ Կորց Կարաքելոց 31-րդ համար։ Դեսիլքի բաժարով Սուրբ Առաքյալը չերկմտեց սրա վրա, սակայն այն հաստատեց իրերի գարքի կործածությամբ, որովհետև թեպետ Աստված Բողոսին շնորհեց նավում գտնվող բոլոր անձանց, սակայն ոչ առանց նավաստիների օգնության։
Բոլորը ստեղծական բնություններն այս երեք բառերն են քարոզում մարդկանց. ընդունիր, հադուցիր եւ վախեցիր։ Այսինքն, Աստուծուց բարիքներ ընդունիր, քոհության բարդ կհադուցիր եւ քո աբերախտությունից վախեցիր։ Իսկ ով հոգու ագանչները բնության ցայների հանդեպ փակելով Աստուծուց աղոթքով չի խնդրում բարիքներ կամ ընդունած բարիքների համար շնորհակալ չի լինում եւ կամ չի վախենում Աստուծո արտարությունից, որն անշնորհակալներին թադում է, որբես չար ու վատ զարա Աստուծուց արժանաբես բաճվում է։ Ավասիկ սիրելի քույրեր եղբայրներ, ցեզի երկար այս խրատներու սկանչելի հավաքածուն ընթերցեցի, որբեսի դուգալ գիտնաք թե ինչ զորություն ունի աղոթքը, թե ինչպես պետք է աղոթել Աստուծո, հետևաբար հետևեցեք այս խրատներուն եւ ծեր աղոթները փոխանցագալից թողնա, ծեր աղոթները հոգիով թողնա։ Աստված ծեր բոլորի աղոթները լսե սիրելներ եւ մեր ասկին, մեր այրենիքին, մեր pedagogian օրտնություն դա, մեր կերևարված զավակները դուն դառնան եւ ամենքս խաղաղությամբ եւ հավատքով ապրենք։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթաբերջ ծեր բոլորին։